Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 27-ն է, այնքան քննարկելու հարցեր են հավաքվել, որ չգիտեմ ճիշտ ասած այս մեկ հաղորդման ընթացքում ինչպես ենք միասին տակից դուրս գալու, երեք կենտրոնացել էինք Մարկո Ռուբիոյի այցի վրա Հայաստան, բայց տեսա, որ այնքան հարցեր կան նաև քննարկելու, որոնք որ իրոք չուզեցի երեկվա մեր հաղորդման հետ խառնել, նաև 24 ժամը մեկ-մեկ հաճախ չի բավարարում, որպեսզի մենք կարողանանք լիարժեք պատրաստել մեր բոլոր հաղորդումները, քանի որ մտավոր աշխատանքը ահա որ ահռելի մեծ էներգիա է տանում սիրելի հայրենակիցներ, 24 ժամը չի բավարարում հանգստանալու եւ շարունակելու համար մեր աշխատանքը։ Այսօրվա մեր հաղորդման մեջ կխոսենք կրկին Մարկո Ռուբիոյի այցի մասին, այն մասին, ինչը չենք հասցրել քննարկել երեք, դրանից բացի կանդրադառնանք Շոյգուի հայտարարություններին եւ սպառնալիքներին, սա չափազանց կարևոր թեմա է, քանի որ Շոյգուն է երեք հայտարարություններով հանդես եկել, Տոլստոյը, Ռուսաստանի падգամավոր, բավականին լուրջ սպառնալիքներով, հետո նաեւ տեղեկություն ունեցանք, որ գազի հետ կապված կարող է խնդիրներ ունենա Հայաստանը գազի, նավթամթերքի հետ կապված, այդպիսի արդեն որոշումներ է փաստացի Ռուսաստանը կայացնում, դեռ երևի չի կայացրել, բայց հատուկ գրադուսը բարձրացնում են, որպեսզի վախ ստեղծեն Հայաստանի հասարակության մեջ եւ ազդեն դրանով իսկ քննարկության վրա, իսկ Տոլստոյը ընդհանրապես սպառնում է Հայաստանի քաղաքացիներին, ովքեր որ աշխատում եւ բնակվում են Ռուսաստանում։ Այս հարցերը մենք կխոսենք, կանդրադառնանք ներքաղաքական հարցերին, դրանից բացի կանդրադառնանք Արմեն Գրիգորյանի եւ Արարատ Միրզոյանի հայտարարություններին եւ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որը որ ուղղված էր Սամվել Կարապետյանին, որ նա երկար տարիներով կարող է բանտում հայտնվել եւ պետք է դատվի նաեւ այն թեզերի համար, որ հայկական քաղաքական դաշտ է բերում կեղծ 300,000 ադրբեջանցիների բնակեցման հարցը։ Էլի մի շարք ուրիշ հարցեր նույնպես կարևոր ունենք քննարկելու, համբերատար փորձենք միասին անցնել այս ճանապարհը, քննարկել, կոչ եմ անում անպայման լայքել, բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, շնորհավորում եմ բոլորից, քանի որ մենք դարձանք արդեն 45,000 եւ ես հույսով եմ, որ մոտակա ամիսների ընթացքում մենք շատ արագ կդառնանք արդեն 50,000 50,000 բաժանորդագրված օգտատերեր մենք կունենանք մեր YouTube-յան ալիքում։ Ուրեմն երևի սկսենք նրանից, որ երեկվա շատ կարևոր ստորագրված փաստաթղթերով փաստացի նոր էջ է բացվում հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ եւ ի ցույց դրեց երեք բոլորին Արարատ Միրզոյան այն, որ թրիփը չի խախտում Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ հստակ այդ նախաստորագրված փաստաթղթի մեջ հստակ նշվում է, որ Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը մնում է անփոփոխ։ Հայաստանի սուվերենության ներքո է լինելու թրիփ ծրագիրը։ Եվ սա փշրում է այն ընդդիմադիրների սուտ կեղծ թեզերը, թե թրիփը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հերթով այդ բոլոր թեզերը օրեցօր փշրվելու են, ինչպես նաեւ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, այս թեզին եւս երեք հարցպատասխանի ժամանակ անդրադարձավ Արարատ Միրզոյանը, ասելով, որ դա սրիկայություն է, չարամտություն է, որովհետեւ նման օրակարգ չկա եւ չի կարող ընդհանրապես լինել։ Եվ կարևոր է, որ Փաշինյանը նույնպես այսօր իր խոսքում շատ կոշտ բառապաշարով անդրադարձավ այդ սուտ պնդումներին Սամվել Կարապետյանի մասով, ասելով, որ ինքը բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ, որոնք որ կան իր դեմ, դատվելու է նաեւ այդ թեզերը, այդ վտանգավոր թեզերը հայկական օրակարգ մտցնելու պատճառով եւ շատ երկար ինքը պետք է նստի հայկական բանդում։ Այսպես արտահայտվեց Նիկոլ Փաշինյանը եւ սա գիտեք ինչով է կարեւոր, որպեսզի իրոք վերջ տան այդպիսի սպեկուլյացիաներին, վտանգավոր հայտարարություններին, քանի որ ոչ միայն մենք ենք լսում այդ հայտարարությունները, այլ նաեւ Ադրբեջանում նույնպես լսում են եւ սա ռուս-ադրբեջանական, նաեւ թուրքական օրակարգ է ցավոք սրտի սպասարկում եւ իրոք Հայաստանից պետք է արմատախիլ
արվեն այդպիսի վտանգավոր թեզերը, որոնք որ սպառնում են Հայաստանի գոյությանը որպես սուվերեն եւ անկախ պետություն։ Արադ Միրզոյանը նաև ասաց այն, որ որևիցե ցանկություն չունի լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ, բոլոր խնդիրները նա հույս ունի, որ կլուծվեն կառուցողական գործընկերության քննարկումների շրջանակներում։ Արադ Միրզոյանը ասում է, որ կան հակվածություններ, տնտեսական այլ խնդիրները վերագրել Հայաստանի Եվրոպայի հետ մերձեցմանը, բայց ինքը ասում է, որ պետք է հիասթափվեցնեմ դա այդ ամենը դրա հետ կապ չունի, բայց որպես հարկորս նախարար ես հասկանում եմ Արադ Միրզոյանի այս հայտարարությունը, սակայն իրականությունը այն է, որ կապ ունի, քանի որ Ռուսաստանը ցկտում է վերականգնել իր կայսրությունը եւ իր կայսրության մեջ տեսնում է նաեւ Հայաստանը դիտարկում է որպես գուբերնիա։ Դրա համար, երբ որ Հայաստանը անկախ քայլեր է իրականացնում մերձենալով այս կամ այն երկրի հետ կամ երկրների հետ, նաեւ Եվրամիության հետ, դա միանշանակ դուր չի գալիս Ռուսաստանի Դաշնությանը, դրա համար մենք ունենք այդպիսի հայտարարություններ։ Անդրադառնալով ստորագրված փաստաթղթերին, Արադ Միրզոյանը ասել է, որ Հայաստանը այս պահին իսկապես պատմական հնարավորություն ունի մատակարարման ճանապարհներին հայտնվելու, դառնալու լոգիստիկ ուղիների կարևորագույն օղակներից մեկը աշխարհում, եւ նրա խոսքերով մեր քայլերը ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի շատ կարևոր դերը այս նոր աշխարհում։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք, չեմ կարծում, որ պետք է կրկնվել, թե որքան կարևոր է Հայաստանը Եվրոպայից Ասիա եւ նույնը նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար փաստացի շատ կարևոր ուղի է դառնում Հայաստանը։ Արադ Միրզոյանը խոսել է նաեւ Իրանից եւ Արադ Միրզոյանի պնդմամբ թրիփ ծրագիրը չի հակասում Իրանի շահերին, լավ է որ այսպիսի հայտարարություններ արվում են։ Մենք տեսնում ենք տարբեր հայտարարություններ Իրանից, նախքան պատերազմը սկսվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, վերջերս նման հայտարարություններ չկան, երևի շատ են ավելի զբաղված իրենց պատերազմով նահանգների հետ, բայց կարևոր է որ մեկ նախադասություն ասեց Արադ Միրզոյանը, որ հույս ունեն, որ այս պատերազմը կավարտվի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ եւ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ համագործակցություն կլինի։ Դա է բխում Հայաստանի շահերից եւ սա այն է, ինչի մասին ես բազմիցս խոսում եմ արդեն քանի ամիս է դրա մասին մենք սիրելի հայրենակիցներ նույնպես խոսում ենք եւ տեսնում եք, որ մեր կարծիքները հստակ համընկնում են Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության քաղաքականության հետ։ Ես նույնիսկ համոզված եմ եւ պետք է ավելին ասեմ, որ համոզված եմ, որ մենք մեր հաղորդումներով նաեւ օգնում ենք, ինչու՞ չէ նաեւ մեկ-մեկ թարմ նոր մտքեր ենք տրամադրում Հայաստանի արտգործնախարարությանը, արտաքին քաղաքականությանը, Հայաստանի պետական մարմիններին եւ սա է ժողովրդավարությունը եւ ահա այս կերպ պետք է աշխատի ժողովրդավարությունը, որ տարբեր լրատվամիջոցներ, փորձագետներ կարողանան իրենց դրական գործունեությամբ կարևոր ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքականության վրա։ Կարևոր է նաեւ մեկ հաղորդագրության անդրադառնալ, նախքան անցնենք Շայգուների եւ մնացածների հայտարարությանը, ուրեմն Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ եւ այնտեղ մեկ նախադասությամբ շատ կարևոր շեշտադրում է նա կատարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին երկխոսության ճանապարհին, որպեսզի այդ երկրները հասնեն երկարատև խաղաղության։ Սա շատ կարևոր նախադասություն է, որը որ շնորհավորանքի մեջ Թրամփը անպայման ներառել է։ Հիմա խոսենք Շոյգուի հայտարարություններից եւ ոչ միայն, այսինքն այն սպառնալիքներից, որոնք որ գալիս են Ռուսաստանից, ասեմ, որ քանի ընտրությունները մոտենում են, մենք ավելի ու ավելի մոտենում ենք սպառնալիքների եւ գործողությունների գագաթնակետին։ Ինչ շատ հետաքրքիր կլինի տեսնել ընտրություններից հետո Ռուսաստանի պաշտոնյաների դեմքերը, ես գրեթե համոզված եմ, որ Ռուսաստանը կսկսի կամաց իջեցնել այդ սպառնալիքների տարափը, ալիքը
եւ կփորձի հետագայում նաեւ կառավարել այդ լարվածությունը, զրոյացնելով շատ հեշտ կլինի դա իրենց համար, քանի որ Հայաստանից պատասխան չկա այդ սպառնալիքներին։ Հայաստանից պատասխան չի տրվում այդ սպառնալիքներին հայտարարություններին, ինչը բնականաբար շատ ճիշտ է։ Սաբակալայդ, վեցերդոյդ նման հայտարարություններ ունեն հենց ռուսները, կներեք, բայց պետք է օգտագործել այս նախադասությունը իրենց նկատմամբ։ Հիմա ասենք թե ինչ է ասում։ Հիմա անդրադառնանք թե ինչ սպառնալիքներ է հնչեցրել Շայգուն։ Նրա խոսքերով ՀԱՊԿ-ի սահմաններին իրավիճակը շատ արագ ձևով լարվում է, հատկապես արևմտյան սահմանների հետ ՀԱՊԿ-ի եւ իրական է դառնում սպառնալիքը, բայց ես կարծում եմ սա ավելի շատ վերաբերվում է Բելարուսին, ամենայն հավանականությամբ ուզում են Բելարուսը ներքաշել պատերազմի մեջ, ընդդեմ Ուկրաինայի փորձում են Լուկաշենկոին համոզել, որ երկրորդ ճակատ բացի, այս մասին մենք խոսել ենք, հետո նա նաև խոսել է ՀԱՊԿ-ին եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, նրա խոսքերով Հայաստանը, հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել, անհեթեթ ապուշ հայտարարություն է, քանի որ ՀԱՊԿ-ի անդամ չէր Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը չէր կարող ՀԱՊԿ-ից օգնություն խնդրել եւ շարունակելով միտքը նա ասում է, որ մի կողմից ոչ ոք չի հարձակվել Հայաստանի վրա, այսինքն ինքն էլ է հասկանում, որ անհեթեթ հայտարարություն է անում, բայց նույն ժամանակ ինքը պնդում է, որ ոչ պակաս կարևոր է այն, որ Հայաստանը այդ հակամարտության ժամանակ իրենցից օգնություն չի խնդրել։ Այստեղ կարելի է Շայգուին մեկ բառով ընդհանրեն ասել, թե որտեղի է, երբ որ Հայաստանը դիմեց, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքների վրա հարձակում տեղի ունեցավ ջերմուկի ուղղությամբ եւ ոչ միայն Հայաստանը դիմեց եւ մի քանի անգամ դիմեց եւ ուրեիք նույնիսկ մեկ հայտարարություն չեք կարող ընդունել աջակցելու համար ձեր դաշնակցին, ել ինչ մնաց, ելուր մնաց որ գայիք օգնության։ Ինչու դա կոնկրետ չեք հիշում, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքների վրա եղավ հարձակում։ Շայգուի խոսքերով հիմա իրենք ավելի լավ են հասկանում, երբ որ տեսնում են թե ինչպիսի հարաբերություններ են հաստատվում Հայաստանի եւ Եվրամիության միջև, թե ինչու Հայաստանը Եվրամիության դիտորդական առաքելությունը բերեց Հայաստան, Եվրամիության դիտորդական առաքելությունն է նա թիրախավորել եւ ասում է, որ մեզ ասում էին, թե սա շատ կարճ ժամանակով է, բայց մենք տեսանք, թե իրականում որն էր նրանց պլանը։ Սակայն այստեղ էլ ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխանենք Շայգուին այն, որ հենց այդտեղ էր, որ ՀԱՊԿ-ը չաշխատեց եւ դրա համար առաջացավ կարիք, որպիսի Եվրամիության դիտորդական առաքելությունը գար Հայաստան, եւ եթե Ռուսաստանը չէր հասկանում, որ նրանք շատ ավելի երկար ժամանակով են գտնվելու Հայաստանում, դա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանը ընդհանրապես չի հասկանում քաղաքականությունից, մենք էլ այդ ժամանակ շատ լավ հասկանում էինք եւ խոսում էինք այն մասին, որ դժվար թե 2 տարով մնա Եվրամիության դիտորդական առաքելությունը, դա շատ երկար ժամանակով է հաստատվում Հայաստանում այդ առաքելությունը։ Այդ Շայգուն շարունակում է իր խոսքը ասելով, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ դրանք միասին լուծելը շատ արդյունավետ է, ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա եւ պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից։ Այսինքն Շայգուն ասում է, որ դուք ընտրում եք պաշտպանություն սպառնալիքի անմիջական աղբյուրից, սպառնալիքի իրենց համար, բայց ոչ մեզ համար։ Ահա դա էլ չի ասում Շայգուն, եթե իրենց համար Եվրոպան սպառնալիք է, ապա մեզ համար միանշանակ փրկություն է, քանի որ երբ Եվրամիության դիտորդական առաքելությունը եկավ հաստատվեց Հայաստանում, այդ ժամանակվանից Հայաստանի սահմաններ Ադրբեջանի հետ խաղաղ են։ Ինչ սպառնալիքի մասին է խոսքը, ինչ սպառնալիքի աղբյուր։ Իրենց համար միգուցե սպառնալիք է, բայց մեզ համար միանշանակ շատ կարևոր փրկողակ դարձավ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը եւ ընդհանրապես եվրոպական քաղաքականությունը, ինչու՞ չէ նաեւ Միացյալ Նահանգների քաղաքականությունը, քանի որ նախկին պետքարտուղար Բլինքենը շատ ակտիվ ներգրավված էր կոնֆլիկտի հակամարտության լուծման գործում, երբ որ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքների վրա։ Այդ ժամանակ էր, որ Ռուսաստան ամեն օրվա ռեժիմով խոսում էր Զանգեզուրի միջանցքից, Սյունիքից, ինչ որ կետեր էր փնտրում
եռակողմ հայտարարության մեջ, որպեսզի Հայաստանին պարտադրեին արտատարածքային միջանցք։ Բայց Շայգուն ասում է այն, որ սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, նրա պատասխանատվությունն է իր երկրի եւ ժողովրդի ապագայի համար։ Ահա սա սպառնալիք է կոնկրետ։ Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, նրա պատասխանատվությունն է իր երկրի եւ ժողովրդի ապագայի նկատմամբ։ Հատուկ երկու անգամ ես ընթերցեցի, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք։ Ասում է վաղը ինչ կլինի ձեզ հետ, դուք եք մեղավոր, ձեր իշխանություններն են մեղավոր։ Սա հստակ սպառնալիք է, բայց ես կարող եմ պնդել, որ սա անատամ սպառնալիք է։ Իրենք ոչինչ չեն կարող անել եւ չեն էլ անելու։ Ճիշտ հակառակը, ընտրություններից հետո իրենք փորձելու են ալիքաձև, ինչպես որ հիմա բարձրացնում են լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, ալիքաձև երկին փորձելու են իջեցնել այդ լարվածությունը, քանի որ այլ ելք չունեն։ Ահա որ վիճակ է Ռուսաստանում, արդեն падգամավորները խոսում են այն մասին, որ համատարած ճգնաժամ է, փող չկա, մեծ խնդիրներ ունեն ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլ նաև տնտեսության մեջ, բայց սպառնում են Հայաստանին։ Իսկ Զախարովը մի փոքր այլ ոճեր երեք ընտրել, ասում է, որ Ռուսաստանը շատ է ցավում Հայաստանի համար, շատ է մտահոգ Հայաստանի ապագայի համար, Հայաստանի քաղաքականության համար։ Ռուսաստանը միտված է, որպեսզի Հայաստանը լավ ձևով զարգանա եւ իրենք ցանկանում են եւ փորձում են օգնել Հայաստանին, որպեսզի ավելի լավ Հայաստանը լուծի իր անվտանգության խնդիրները փոխադարձ հարկանքի վրա։ Այսպեսի ինչ որ հայտարարություններ անում, ես փորձեցի սինխրոն թարգմանել Սախարովայի հայտարարությունները ռուսերենից, հույսով եմ լավ ստացվեց։ Ընդհանուր առմամբ ասում է, որ մենք լավն ենք ցանկանում Հայաստանի համար եւ փորձելու ենք օգնել, որպեսզի Հայաստանը լուծի իր անվտանգային խնդիրները, բայց պետք է մեկս մյուսից հարկենք ինչ-որ նման հայտարարություններ։ Սակայն ավելի կոշտ ոճ է օգտագործում Պյոտր Տոլստոյը, Ռուսաստանի Գոստումայի падգամավորը Հայաստանի նկատմամբ, նա էլ է սպառնում Հայաստանին։ Հիմա բոլորը պոպուլիզմով են զբաղվում Հայաստանի մասով, հայտարարություններ են անում Ռուսաստանում հեռուստաընկերությունների արչև, տարբեր թերթերի համար հարցազրույցներ են տալիս իրենց ներսի թերթերի, անկախ թերթեր չկան, լրատվամիջոցներ չկան, բայց հերոսանալու համար պետք է խոսել Հայաստանից եւ Տոլստոյը նույնպես անդրադարձել է Հայաստանի թեմային, կապ չունի խորհրդարանից են խոսում իրենց լրատվամիջոցների առաջ թե թերթերի թե այլ տեղերում Հայաստանին անդրադառնալը շատ ակտուալ է եւ դա իրենց դարձնում է հերոս։ Եվ ինչ է ասում այս Տոլստոյը, որ Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի անդամակցությունից, Հայաստանում իբր հետապնդում են ռուսական լեզուն, բացարձակ աբսուրդ, բոլորս հասկանում ենք, մոտենում են Ռուսաստանի թշնամիների հետ եւ Մոսկվան չի կարող սա անտեսել։ Եվ նա շարունակում է իր միտքը, ասելով, որ Հայաստանի քաղաքացիները կհանդիպեն լուրջ խնդիրների, էմիգրացիոն խնդիրների եւ Հայաստանը կզրկվի Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակից, իսկ Հայաստանի քաղաքացիները խնդիրներ կունենան Ռուսաստանում։ Այս Հայաստանի քաղաքացիներին սպառնալը եւ հայկական բիզնեսին սպառնալը, հայկական համայնքին սպառնալը, հայկական սփյուռքին սպառնալը, որը որ բոլորը արել է այս Տոլստոյը, կոնկրետ մեկ նպատակ ունեն սերելի հայրենակիցներ, ես 100% վստահ եմ, որպեսզի մարդկանց ստիպեն ուղղորդեն դեպի Հայաստան եւ փորձեն ազդել Հայաստանում ընտրությունների վրա։ Ես գրեթե համոզված եմ, որ իրականում նման սպառնալիքներ չկան։ Այս 15 օրերի ընթացքում մենք պետք է ուղղակի դիմանանք մինչև ընտրությունները եւ մի քանի օր նաեւ ընտրություններից հետո եւ ամեն ինչ միանշանակ շատ արագ կկարգավորվի։ Հիմա կարծում եմ կարևոր է նաեւ անդրադառնալ Ռուսաստանի դեսպանի հայտարարություններին Ադրբեջանում։ Այն պահին, երբ որ Շայգուն ասում է, թե Հայաստանը մեզ Ղարաբաղի մասով չի դիմել, հապկին չի դիմել կոնֆլիկտի ժամանակ, մենք չենք մոռացել նաեւ Շայգուի հայտարարությունը, այլ ճիշտ հեռախոսազրույցը իր թուրք գործընկերոջ հետ, երբ որ ինքը ասում էր, թե ինչպիսի հրաշալի սպեցօպերացիա են իրականացրել ընդդեմ հայերի, հիմա ասում է Հայաստանը չի դիմել հապկին Ղարաբաղի հարցով հակամարտության ժամանակ, իսկ Ռուսաստանի դեսպանը
Ադրբեջանում ասում է, որ շատ լավ կլինի, որպեսզի իրենց միջխորհրդարանական հանդիպումները հետագայում կազմակերպեն Շուշիում, եւ որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ մեծ աշխատանք, ինչ մեծ գործ է իրականացրել Ադրբեջանը ազատագրված ճակերտավոր Շուշիում։ Երեք Հայաստանից է խոսել նաև Ուշակովը, այնքան մարդ է խոսել Հայաստանից Ռուսաստանից, որ կարող է բոլորին չկարողանանք էլ անդրադառնալ, ուրեմն ինչ է ասում Ուշակովը, Փաշինյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ-ի միջոցառումները ընտրությունների պատճառով, սակայն նրա խոսքերով Մոսկվան մտահոգված է Եվրամիության հետ մերձեցման Երևանի մերձեցման աճով եւ կրկին Պուտինանման հայտարարություններով է հանդես գալիս նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։ Եվ հիմա ամենակարևորը, կարծում եմ, ամենակարևոր սպառնալիքը, որ մենք երեք ստացանք Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի անմաքս մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Ահա այդ ուղերձը տեղ է գտել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյևի Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ուղղված նամակում։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման շարունակական քայլերը վտանգում են երկկողմ առևտրատնտեսական ներդրումային համագործակցության հիմքերը, այս մասին երեք հրապարակում է կատարել կոմերսանտը, ռուսական կոմերսանտը, եւ սրանից ելնելով մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը այս պահի դրությամբ սպառնում է Հայաստանին դադարեցնել գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի անմաքս մատակարարումների մասին համաձայնագիրը։ Եվ դրա համար ես ասում եմ, որ արդեն Ռուսաստանը անցել է գործնական քայլերի, ապրանքների էմբարգոյից, ահա մենք արդեն անցնում ենք այս սպառնալիքներին, պետք է դիմանանք մեր պատասխանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք որ ընտրելու հնարավորություն ունեն, պատասխանը պետք է լինի շատ ամուր, շատ վստահ, ինչքան քիչ տեղ ունենա ռուսական ընդդիմությունը Հայաստանի խորհրդարանում, այդքան ամուր կլինեն հայկական դիրքերը։ Տեսնում եք, Ալիևի հետ նման կերպ չի խոսում Պուտինը եւ չեն խոսում Ռուսաստանի իշխանությունները։ Մի անգամ փորձեցին խոսել, ռուսական շպիոներին մի անգամից դուրս բերեցին, ծեծի ենթարկեցին եւ սկսեցին դատել։ Եթե մենք էլ հետևողականորեն կարողանանք հետապնդել մեր ազգային շահը, միանշանակ Ռուսաստանը հետ քայլ է կատարելու։ Սակայն կարևոր է այստեղ անդրադառնալ նաեւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ազատությանը տված հարցազրույցին, սա եւս կարծում եմ շատ կարևոր պատասխան է Ռուսաստանի Դաշնության։ Նա ասում է, որ մեր օրակարգում մնում է հայկական երկաթուղի կոնսենսիոն կառավարման հանձնելու հարցը, մենք կշարունակենք քննարկել եւ լուծումներ փնտրել։ Այժմ բանակցությունները շարունակվում են եւ հենց որ արդյունքներ ունենանք, իհարկե կհայտարարենք դրանց մասին։ Սա է, որ նաեւ կանգնել է Ռուսաստանի կոկորդում, բայց տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում այդ ծրագրերից եւ դա իրոք չափազանց կարեւոր է, քանի որ առանց դրա շատ հարցերում մենք ուղղակի չենք կարողանա առաջ շարժվել։ Բայց Արմեն Գրիգորյանը նաեւ ավելացնում է այն, որ մենք կարծում ենք, որ պետք է շարունակենք երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ առկա խնդիրների լուծման եւ դրանց լուծումը գտնելու համար բանակցությունները դրա համար հիմնական միջոց։ Հիմա կարծում եմ կարեւոր է մի քանի խոսքով էլ անդրադառնալ, թե ինչ են գրում ադրբեջանական պարբերականները երեք Մարկո Ռուբիոյի այցի վերաբերյալ Հայաստան եւ այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ Մինվալ Ազը հայտնում է իր հետևորդներին այն մասին, որ այս փաստաթղթում կա շատ մի կարևոր կետ, որով որ Հայաստանի Հանրապետությունը համագործակցելու է ռազմական առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բավականին լուրջ ձևով համագործակցելու է։ Հայաստանը միանալու է Պենտագոնի ծրագրերին, նրանց բացի Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր են Հայաստանին զինամթերք տրամադրել
Եվ այդ ամենը ամրագրված է ըստ իրենց այս խարտիայում, որը որ ստորագրվեց Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև մայիսի 26-ին, այսինքն Ադրբեջանում բավականին լուրջ ձևով իրար են անցել Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ համապարփակ ռազմավարական փաստաթղթի ստորագրման պատճառով։ Դրանից բացի ադրբեջանական նույն լրատվամիջոցը հրապարակում է անում ֆոտո է այդտեղ ամրացված, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ Իրանից ձեռք է բերել հակաօդային պաշտպանություն 500 միլիոն դոլարի, սա տեղի ունեցել ըստ իրենց 2024 թվականին, խոսքը հակաօդային պաշտպանության AD-08 Մաջիդ համակարգերի մասին է, որոնք որ կցուցադրվեն Երևանում շքերթի ժամանակ։ Ճիշտ ասած, այս տեղեկությունը չեմ էլ ուզում մեկնաբանել, բայց ինչի համար եմ սա ես ասում, որովհետև ադրբեջանցիները շատ ցավոտ են վերաբերվում Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերմանը, այլ հարց է Հայաստանը ինչ է ձեռք բերել, որտեղից է ձեռք բերել եւ ինչ պայմանավորվածություններ ունի կամ ստորագրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ ինչքան խորը դրանք կխորացնեն Հայաստանի հարաբերությունները ռազմական ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ որքանով թույլ կտան Հայաստանին ստանալ ամերիկյան նորագույն զենք։ Չնայած որ մենք տեսանք, որ նախքան նաեւ այս փաստաթղթի ստորագրումը Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ կարևոր հետախուզական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունը, շատ կարևոր ժամանակակից արդիական լուրջ անօդաչու թռչող սարքեր, իսկ բնականաբար այս փաստաթղթով շատ ավելի հնարավորությունը կտրվի Հայաստանին։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք թե ինչ կա աշխարհում մեր տարածաշրջանում։ Հասնիմ գործակալությունը տեղեկացնում է այն մասին, թե իբր 3 իսլամական հեղափոխության կորպուսի պահապանները կարողացել են խոցել ամերիկյան անօդաչու թռչող սարք, հիմա նաև տեսանյութն են արդեն կացում, դրանից բացի իբր ամերիկյան ինքնաթիռները F-35-երը հեռացել են, քանի որ վտանգ է առաջացել, որ նրանք նույնպես կարող է խոցվեն։ Դրանից բացի Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամեյնին հայտարարել է, որ եթե պատերազմ սկսվի, ապա ամերիկյան բազաները եւ այդ երկրները, որոնք որ տրամադրել են բազաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, իրենց հանգիստ տեղ չեն ունենա, քանի որ Իրանը այդ ամենը կրկին կթիրախավորի։ Դրանից բացի նրա խոսքերով Իսրայելը թևակողել է իր կործանման վերջնական փուլ։ Այդպիսի հայտարարություններով է հանդես եկել Իրանի հոգևոր առաջնորդը, ում ոչ ոք դեռևս կենթանի չի տեսել։ Սակայն կարևոր է այստեղ նշել, որ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև եւ խոսք կա այն մասին, որ հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները 24 միլիարդ դոլարի այդ սառեցված գումարները ապասարեցնեն Իրանի համար, եթե գործարքը կնքվի։ Մարկո Ռուբիոն ինքնաթիռում անդրադարձել է Իրանի խնդրին, ասել է, որ նեղուցները անպայման պետք է բացվեն, աշխարհում չկա մեկ երկիր, ով որ խնդիրներ է ստեղծում նեղուցների վրա, եւ դրա համար Իրանը պետք է բացի նեղուցը եւ չպետք է փող ստանա նեղուցի համար։ Նրա խոսքերով ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը Իրանին չեն աջակցում այդ հարցում։ Այսինքն աշխարհում չկա որևիցե երկիր, որը որ կաջակցի Իրանին կոնկրետ այդ հարցում, որ նեղուցները պետք է վերահսկի հենց Իրանը, ինչ որ մի երկիր պետք է վերահսկի նեղուցները եւ դրա դիմաց պետք է փող ստանա։ Հետաքրքիր տեղեկություններ ունենք նաեւ Շոտլանդիայից, քանի որ Շոտլանդիայի խորհրդարանը կրկին հանրակրվե է անցկացրել եւ հանրակրվեով մեծամասնությունը կողմ են քվեարկել, որպեսզի Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից։ Ուկրաինայի մասով էլ կան տեղեկություններ, ճիշտ է, բայց քիչ։ Ուկրաինան նոր հարվածներ է կարողացել հասցնել Տագանրոգին եւ Սևաստոպոլին, գիտեք նաեւ ռուսական սպառնալիքների մասին, որոնք որ պահանջում են, որպեսզի եվրոպացիները եւ ամերիկացիները տարհանեն իրենց դիվանագիտական առաքելությունները Կիևից, բայց արդեն Եվրոպան մերժել է։ Մարկո Ռուբիոն էլ հեռախոսազրույցի Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Կիևը վաղուց արդեն
անվտանգ տեղ չէ, այնպես որ ոչ Ռուբիոն, ոչ էլ եվրոպացի քաղաքական գործիչները կարծես թե չեն վախենում ռուսական սպառնալիքներից։ Տեսնենք, հիմա կարևոր է նաև հասկանալ, թե ինչի է ընդունակ Ռուսաստանի Դաշնությունը, բայց շատ կարևոր է, որ եվրոպացի քաղաքական գործիչները ասում են, որ Ռուսաստանից եկող այդ սպառնալիքները եւ հայտարարությունները խոսում են կոնկրետ այն մասին, որ Ռուսաստանը ձախողում է այս պատերազմում եւ արդեն ոչինչ չի կարող անել, քան սպառնալ Կիևին եւ արտերկրյա դիվանագետներին։ Հիմնականում այսքան այսօրվա համար, հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։